Facebook-յան կոշտ գրառման համար մեկ շաբաթ առաջ կալանավորված փաստաբանի գործը քննչականը քննեց ուղիղ մեկ շաբաթում, ավարտեց նախաքննությունն ու ուղարկեց դատախազին։ Ալեքսանդր Կոչուբաևին դատական նիստից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել էին գետնին տապալելով։ Նրան մեղադրում են հոգևորականներին կալանավորելուց հետո դատախազների, քննիչների ու դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու հոդվածով։ Կարելի է տարբեր կերպ անվանել, վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայոյախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք ինչ է, դա ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումն է։ Անդիմադիրների գործերով հայտնի փաստաբանի գործընկերներն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեցին Վարդաշենի բանտում պահվող Կոչուբաևի հետ կատարված անհամաչափ պատժողական մի գործողություն էր, իրավական տեռոր։ Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով Կոչուբաևին դատում են իր գրառման համար, ընդ որում նրան վերագրում են մի արարք, որը գրառմամբ չի արել։ 490-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պատժի սպառնալիքով արարքի մեղսագրումը Կոչուբաևին մեր համոզմամբ հետապնդում էր բացառապես Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու հնարավորություն ստեղծելու եւ այդ միջոցով նաեւ նրան պատժելու ուրեմն ակնկալիք։ Հոգևորականների կալանավորումից զայրացած փաստաբանը Facebook-ում դատախազներին ու դատավորներին անվանել էր մեջբերում, վիժվածքներ, հոգին սատանային վաճառածներ, շանտղաներ։ Նրան ձերբակալելուց հետո իրավապահները խուզարկել են նրա բնակարանը, գրասենյակը, առգրավել են հեռախոսը, համակարգիչը, կրիչներ, որոնց մեջ կան փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Այսօր իր մտահոգություններ հայտնում փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Սա անթույլատրելի երևույթ է եւ մենք դուք գիտեք, որ նաեւ արկա իրավակարգավորումներով եւ միջազգային պրակտիկավ արգելվում է առգրավել փաստաբանի անձնական կրիչները, որտեղ այդտեղ ունենք փաստաբանական գաղտնիք եւ առնչվում է մի շարք վստահորդների շահերին։ Չնայած փաստաբանների պալատի նախագահը Կոչուբաևի գրառումը տեղին չի համարում, բայց եւ պնդում է, դա ամենևին չի նշանակում, որ փաստաբանի հետ այդպես պետք է վարվեին։ Անկեղծ անձնական կարծիքս կասեմ, բնականաբար ողջունելի չի եւ ուրեմն տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին։ Սակայն հարցը դա չէր, հարցը այն էր, թե այդ ենթադրյալ արարքի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը ինչպիսին էր։ Ձերբակալման ժամանակ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառում են անհամաչափ միջոցներ։ Փաստաբանների պալատում մտահոգված են նաև մեկ ուրիշ փաստաբանի, մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանի կալանավորմամբ։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Վարազդատ Հարությունյանը նրա փաստաբանն է։ Պարոն Մխիթարյանը առաջին անգամ երբ ժամանում է համայնքապետարան, ոստիկանների հետ բանակցում է, որպեսզի ներս մտնի համայնքապետարան, հաշվի առնելով, որ ինքը փաստաբան է եւ ներսը ունի վստահորդներ, որոնց պիտի իրավաբանական օգնություն տրամադրի։ 2 ամսով կալանավորված փաստաբանին իրավապահները մեղադրում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ քաղաքապետարանի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած բախման համար։ Ռուբեն Մխիթարյանը արդեն համայնքապետարանից դուրս գալուց հետո անկախ իր ցանկությունից հայտնվում է մի իրադրության մեջ, երբ երկուստեք ցուցարարները եւ ոստիկանները ինչ որ հրմշտոցի եւ ինչ-որ խառը իրավիճակի մեջ ալին։ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած, ոստիկանների եւ ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը։ Փաստաբանն ընդգծում է, Մխիթարյանի մասնագիտական գործունեությունն է սահմանափակվել, ոչ թե նա է խոչընդոտել այդ պահին իրավապահների գործողություններին, նա այնտեղ էր, որպեսզի պաշտպանի քաղաքացիներին, ասում են փաստաբաններն ու ահազանգում, չեն պատրաստվում լռել փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների մասին եւ ահազանգելու են նաեւ միջազգային գործընկերներին։